Դեկտեմբերի լույս 31-ի գիշերը Ավանի Խուդիակովի փողոցում գտնվող մթերային խանութներից մեկը դարձել էր հանցագործության թիրախ։ Հանցագործությունը չէր ավարտվել կատարողի կամքից անկախ հանգամանքներում։ Խանութի անվտանգության ձայնազդանշանային համակարգը միացել էր, գողության եկած տղամարդն էլ փախել։ Առաջին հայացքից տպավորություն կստեղծվի, որ հանցագործությունը բացահայտվել է տեսագրության շնորհիվ, բայց առաջին հայացքից։ Արձանագրենք, որ տղամարդու դեմքը չի երևում, օփելի համարանիշերը երևում են, բայց դրանք գողացված են։ Ինչպես հետո պարզվեց, մեքենան էլ խանութ մտնել փորձող տղամարդուն չի պատկանում, վարձակալած է։ Ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախույզներն անձնական ունեցվածքի գողության փորձը բացահայտեցին բացառապես օպերատիվ ճանապարհով։ Նախ պետք էր պարզել, թե որտեղից է տղամարդը եկել Ավան։ Տոնական օրերին ձեռնարկված հետևողական աշխատանքի շնորհիվ Ավանի քրեական հետախույզները պարզեցին, որ տեսախցիկի ֆիքսած տղամարդն ապրում է Սարիթաղում։ Ոստիկանները ձեռնամուխ եղան նրա հայտնաբերմանը։ Հետագա միջոցառումներով պարզեցինք նաև կասկածվողի գտնվելու վայրը։ Սարիթաղում բնակվող Ենոք Վարդանյանին հայտնաբերեցինք Երևան քաղաքի Խորենացի փողոցից եւ գողության փորձ կատարելու կասկածանքով բերման ենթարկեցինք ոստիկանության Ավանի բաժանմունք։ Նախկինում բնակարանային գողության մեղադրանքով դատապարտված Վարդանյանին ոստիկանները ներկայացրին Ավան եւ Նոր վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ նա խոստովանական ցուցմունք է տվել։ Դեպքի հանգամանքները հետախուզական միջոցառումներով ու քննչական գործողություններով պարզվում են։ Նաեւ միջոցառումներ են ձեռնարկվում հանցագործության գործիք լինգը հայտնաբերելու ուղղությամբ, կատարվում է նախաքննություն։